Հիսուս հարություն է առել, փրկել է մեր երկիրը, երկնքի դռներն է բացել, երգում են հրեշտակները։ Հիսուս հարություն է առել, փրկել է մեր երկիրը, երկնքի դռներն է բացել, երգում են հրեշտակները։ Այսօր Սատկի տոն է, Սուրբ Կիրակի օր է, և տոն է հարության, բոլորի փրկության։ Այսօր Սատկի տոն է, Թող լցվենք բարությամբ, թող լցվենք խնդությամբ։ Նա մեզ հետևում է, մեր կողքին կանգնած է, բոլորի մեղքերն է մաքրել, գիտի ամբողջ աշխարհը։ Այսօր Սատկի տոն է, Սուրբ Կիրակի օր է, և տոն է հարության, բոլորի փրկության։ Այսօր Սատկի տոն է, Սուրբ Կիրակի օր է, թող լցվենք բարությամբ, թող լցվենք խնդությամբ, հավիտյան կյանք հետևեն։ Քրիստոս հայրան ունեցեց, մեզ և ձեզ մեծատանեց, թող այսուր օրը բոլորիս տանք դեպի հաջողություն, երջանություն, ուրախություն և խաղաղություն։ Եկեք միասին ունենալ ինքերոր դասարանեն միջոցառումների կապված երիտասարդներ և կույսեր, ծերեր և մանուկներ, օրհնեցեք Տիրոջը։ Ամեն
զանգեր, ողանջեք ուժգի, ժամն է մոտենում Հիսուսի հարության, վառեցեք մոմերը և բարով լցրեք սրտերը ձեր մեջ, Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Արտաքսման կիրակի, Անիրավ տնտեսի կիրակի, անիրավ դատավորի կիրակի, գալստյան կիրակի, Ծաղկազարդ, վերջին 7-րդ փետուրը պոկել են զակից 1 օր առաջ, իսկ հաջորդ օրը տանել են զատիկը։ Ակնավդիսը սորաբար դրվել է տան, որը նկատել է անկյունում կամ կախվել է տանիքից։ Ահա
Նռան հատիկ, սիրեն են իրարուք սիրեն, կամ համբարձում, կամ զատում։ Ձմերն անցավ, գարուն եկավ, սպասը գնաց, ուդիսն եկավ, քաշվի, կորի, այլբաց պապի, զատիկն եկավ, բարով եկավ, խերով եկավ։ Սարգից մեկ շաբաթ առաջ նշվում է ծաղկազարդի տոնը։ Ըստ ավանդույթի, ծաղկազարդի տոնի երեխաները վերցրել են մեկ դուր կամ տոպրակ և շրջել են տներում։ Երգել են ծաղկազարդի երգեր, ուրենու օրնված ճյուղեր նվիրել ընտանիքին։ Տանտիկները նրանց շուրացրել են ձու և հատիկ կոչվող խաղցրավենիք, պատրաստված ցորենից, ծիսեռից, չանչից և շաքարահատիկներից։ Այս ծեսը գարնան գալուստն է ավետել։
Հենց սովածանան զատկի պլավը միտը կվերի։ Իրորդեր կճրած կիսով զատիկը արևի։ Զատիկ է, նավակատիկ է, չամչի հատիկ է։ Կարմիր ձուն զատվիկ սազել։ Զատիկն արևզվի չի լինի, ինչու, որովհետև ձունի կողմից օրինակ է աշխատում։ Դրսի կեղևը նման է երկնքի։ Սպիտակ թաղանթը օդի, սպիտակուցը ջրի, դեղդուցը երկրի։ Ձուն նաև խորհրդանիշ է հարության։
շատ կապավոր, դու ինք հայոց թագավոր, քո զատիկը շնորհավոր։ Ովսաննա ջան ովսաննա, բարի զատիկ ուսանա, հերդ կա հնդստանա, վերներ բերի քաթանա, քաթան դոշակ կանիվ է, զարդակարեն հատիկ է։ Տատի, ինչու ձևերը կարմիր է։ Կարմիրը Քրիստոսի արյան գույնն է։ Քրիստո, ինչ եմ պատրաստում զատկի տոնը։ Զատկին երբում են չամչով փլավ, Իսկ ինչու չամչով փլավ։ որովհետև բրինձը խորհրդանիշն է համայն ժողովրդի, իսկ չամիչները քրիստոնյաների կամ Քրիստոսով կապցրացածների։ Ժողովրդական առանձնասուն, ձուկ է, ջուրխը, վայ ձկան գլխի, ձուկ է, ջուրխը, վայ ուտողի գլխի։ Դե թորնիկներ, եկեք միասին աղոթենք ու ես գնամ։ Ով մեծ Աստված, որ տվել ես մեզ բարի հայր և սիրող մայր, տուր մեզ շնորհ, անենք աղոթ, լինենք անհոգ, ապրենք խելոք, պարվեշտ ու հեզ ու սիրենք քեզ, ամեն։ Քրիստոս հարյավի մեղելոս, օրհնյալ է հարություն
վերջապես ուղեկից կլինեն հույսը, հավատը և սերը։ Շատ դժվարանալի եմ խոսել, որտեղ տպավորությունս այնքան մեծ էր, ինչ-որ ուզում եմ ասել։ Նստած մտածում եմ, դաս ասեմ, թե միջոցառում ասեմ, երևի քիչ կասեմ Գերմանիկյան, որտեղ սա մի հսկայական ծես էր, արարողան կարգեր, վավերագրական ֆիլմեր, չգիտեմ, որ դուք պետք է այսպիսին միջոցառում կազմակերպեք, դա ինձ համար զարմանալի չէ, որտեղ ձեր բոլոր կազմակերպած դասերը, միջոցառումները այսպիսին են եղել Գերմանիկյան։ Շնորհակալ եմ ձեզ։ Անթերի, անզուգական, չգիտեմ, ոնց նկարագրեմ, ինձ երևի կօգնեք, ես դժվարանում եմ այդ բաները ասել, և ամենաշատ ոգևորվածությունս գիտեք ինչու՞ն է, որ մենք հայկականն ենք, մեր ծիսակատարություններն են։ Այս 21-րդ դարի այս շատ ինֆորմացիայի դարաշրջանում կարծես թե մեր ավանդականը մի փոքր հետ է գնում։ Եվ ես այնքան ուրախ եմ, որ դուք ինչքան կարևոր գործ այսօր արեցիք Գերմանիկյան։ Ես թվում է մեր երեխաները, որոնք այսօր կատարյալ էին, գերազանց էին, երևի գերազանցից էլ ավելի, գերագնահատեմ ձեզ, ինչքան լավն էիք դուք այսօր երեխաներին, ինչքան դրջությամբ, ինչքան գեղեցիկ ներկայացրեցիք մեզ Հարության տոնը, և ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը անպայման դա կտանի տուն, կտանի ու կփորձի հաջորդ տարիներին անպայման այդպես գեղեցիկ ներկայացնել մեր Հարության տոնը, որովհետև դա ջերմություն է մեզ բերում, լույս է մեզ բերում և ավետում է Քրիստոսի հարությունը։ Ես երևի համամիտ կլինեք ինձ հետ սիրելիներս, որ կարծես թե, օրինակ ես հիմա որ նայում եմ, ինձ կփաստեն նայեք ինձանից տարիքով մեծերը, իմ հասակակիցները, օրինակ մենք ձու էինք խաղում, շատ էինք խաղում, մի 10 օր առաջ պատրաստվում էինք այդ ձուն, որ պետք է գնայինք, հաղթեինք և այլն։ Ես արդեն 3-րդ տարին է երևի, իմ պատուհանից նայում եմ, Բաքվում ոչ մի երեխա չկա։ Դա շատ ցավալի է, ծանր է ստանում, ասում ես, մեր ավանդույթները ով պետք է շարունակի, մենք պետք է շարունակենք։ Օրինակ, ես կներեք իհարկե, որ այսպես եմ ասում, իմ տատիկս մենք տանը ունենայինք, զավիթ չունենայինք, մենք ամբողջ արարողությունը անում էինք Բաքվում կրակ էր վառում, այդ սեղանն էր դնում, նշում էինք ամբողջությամբ, բայց հիմա ցավոք սրտի կարծես թե մենք գնում ենք մի քիչ, ես չեմ ուզենա, որ գլուխ բարձրացնի դա, մենք պետք է պահենք մեր ավանդույթները, մեր ավանդույթը պահողը մենք ենք, դրա համար Գերմանիկյան, այնքան շնորհակալ եմ ձեզ, որ դուք հենց սա վերցրեցիք, ավանդականը վերցրեցիք և ներկայացրեցիք գերազանց։ Ես ուրախ եմ, որ դուք մեր դրբոցում եք, ես հպարտ եմ, որ դուք մեր դրբոցում եք Գերմանիկյան, որովհետև դուք ոչ միայն լավ մանկավարժ, ոչ միայն լավ դաստ եք, դուք նաև լավ ընկեր եք մեր համար, լավ գործընկեր եք մեր համար, մենք սիրում ենք ձեզ շատ, հպարտանում ենք ձեզանով և ուզում եմ, որ դուք մեզ կողքին, միշտ մեր կողքին լինեք և կրթեք դասիդակեք երեխաներին, սիրելի երեխաներին, շնորհակալ եմ, իրոք շնորհակալ եմ, այսպես շնորհակալ եմ բոլորիցս, շատ ապրեք, շատ լավ։ Ուզում եմ նաև ձեր շնորհակալություն հայտնել, որովհետև մեր աշխատանքը դուք եք մեզ ուժ տալիս, դուք եք մեզ ոգևորում, ձեր սերը, ձեր հարգանքը, ձեր նվիրվածությունն է մեզ ոգևորում աշխատել այսպես։ Դուք մեր
թևերն եք, դուք մեր թիկունքն եք, դուք մեր ուշ տվողն եք եւ փառք ու պատիվ մեր դպրոցի ուսուցչական, գնողական եւ աշակերտական կոլեկտիվներին այսքան համերաշխ, այսքան գեղեցիկ, այսքան լավ աշխատանքի համար։ Ինչպես հպարտանում եմ մեր ուսուցիչներով, մեր աշակերտներով, հպարտանում եմ նաեւ մեր ծնողներով, շնորհակալ եմ բոլորիդ այն սիրո համար, որ դուք նվիրում եք դպրոցին։ Շնորհակալ եմ ձեր աշակերտների, ձեր երեխաների համար, որ մեզ եք նվիրել։ Ամեն դեպքում իրենք մերն են։ Փորձենք այդպես, ինչպես որ մենք կանք, ինչպեսի լավ գեղեցիկ հարաբերությունների մեջ ենք միասին շարունակենք այդպես, որտեղ դա իշահ մեր երեխաների է, իսկ այսօր մենք աշխատում ենք իշահ երեխաների։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Պանուսուցի շնորհակալություն հայտնեց Էդրիկ Գրիգորյան։ Ուղղակի ամեն ինչ այնքան լավն էր, խառնվեցի չգիտեմ ում ինչպես ոնց ասել։ Մեր բոլոր միջոցառումներին